յուրաքանչյուր մարդ մանկությունը հիշելիս չի կարող մտքով չգնալ իր մանկան աշխարհը, չի կարող չհուզվել, չի կարող չափսոսալ կամ փոշմանել առաջ չարածների համար։ Իմ մանկությունը անցել է այնպիսի մի ընտանիքում, որտեղ երեխաները շատ էին։ Աշխատող մեկ ձեռքի ուժով էինք ապրում։ Խաղալիքներ չենք ունեցել, երևի չէին հասցնում առնել։ Շատը զբաղված էինք կարդալով, բայց հետ չէինք մնում փողոցային խաղերից էլ։ Ըստ իմ ծնողների իհարկե պատմածի հիշում եմ, որ երբ հայրիկս մորս տեսել էր և հավանել էր, որոշել էր ամուսնանալ, մայրիկի ծնողները չէին համաձայնվել։ Հայրս աստծի ջանֆիդայի է եղել և ամենաուժեղ մարդն էր համարվում Թավրիզում։ Թե ուժի տեր էր հայրիկս, թե ռիսկով էր, անվախ էր։ Միգուցե մայրիկը դրա համար էր հավանել հայրիկին, որովհետև մայրիկից շատ գեղեցիկ էր, շատ գեղեցիկ։ Իսկ հայրս դե ինձ նման, ոչ շատ գեղեցիկ, ոչ գեղեցիկ, միգուցե պես, և ծակոտված դեմքով էր հայրիկս, ծաղկի հիվանդություն էր տարել, և որ հայրիկին ասում էին, եղիշ, ինչ է դեմքդ այդպես ճակճկել, ասում էր չեր ճակճկես, քաղցրությունից է, որ շատ քաղցրում դրանց է ճակճկել, փախցնելու պես մի բան է եղել իմ հայրիկից ամուսնությունը մայրիկի հետ։ Եվ իմ ծնվելն էլ սկսել է կատակով, հումորով։ Միգուցե դա է պատճառը, որ ես հումորի մեծ սիրահար եմ, անհրաժեշտ դեպքում եմ միայն լուրջ անում, լուրջ, միշտ աշխատում եմ կատակի վերածել ամեն մի դժվար պահ կյանքում։ Երբ որ պիտի ծնվեի, հայրիկս ասում է, տիկին, ոնց որ թե, ժամանակն, ասում է, չէ, ոչինչ, կդիմանամ։ Ասում եմ 2 ժամ, հայրիկս զգում է, որ մայրիկը անհանգիստ է։ Ասում են, ոնց որ ժամանակն է, գնանք, դե մեքենա չկա, ոչինչ չկա, գիշեր ժամը 3, 4, 5, մի քանի անգամ հայրիկս ասում է, մայրս ասում է, չէ, կդիմանամ մինչև առավոտ, հայրիկս վեր է կենում, թե չես գալի, ես գնացի, թե ինքը ուր էր գնում, ես չգիտեմ մենակ։ Այդպես կատակով էլ և իրենց հետ է եղել Գևորգ Աճեմյանի մայրը, որը ծիծաղում է շատ վարակիչ ծիծաղով, շատ վարակիչ ծիծաղով էր ծիծաղում և ասել է, բա եղիշ, ոնց մի տանես այդպես, ասել է քշալակեմ մայրիկին, ասել է, ոնց քշալակի զաղը, չի կարել, ասել է, մեջքի քշալակեմ։ Մենք 5 երեխա քնում ենք մի ննջասենյակում, գետնին իհարկե գցած մեր անկողինները, հենց լույսը հանգցնում էին մեր ծնողները, որ քնեն, տեսնում ենք բոլորը զբաղված ենք, ամեն մեկս մի կտոր հաց թրծրել ենք և բարձի տակ պահել, ու սկսում ենք այդ հացը ծամել, հացպանիրը ծամել գիշերով, նոր հանգիստ քնում էինք։ Հաճախ մեր տուն հյուր են գալիս մամայի պապայի ընկերները, պարսկահայեր, որոնց մեջ կային նշանավոր մարդիկ, Մուրադյանը, նկարիչ, երգիչ կար, Արմենը, Աշխեկ, Խարբերդի ծերանոցի գլխավոր բժիշկը, նկարիչ Լևոն Բաղդասարյանը, շատ կային, նշանավոր մարդիկ էին բոլորն էլ կարելի ասել, հայրս վարորդ էր, բայց մեր այդպիսի շրջապատ, և նրանք զբաղվում էին, թուղթ էին խաղում կամ թեթև ուտում խմում էին, և այդ ուտել խմելու ժամանակ մենք դե երեխա
Գալիս էինք դռան արանքից, նայում էինք, ինչ է մաման նայեր մեզ։ Հենց նայում էր հայացքներս բռնում էր, ասում ենք մամա։ Մի ուտելու բան էինք ցույց տալիս սեղանի վրա։ Մաման ամիջապես խոժոր հայացքով սաստում էր եւ վերջ։ Շատ եմ սիրել քնել փոքր ժամանակ, շատ։ Մանկապարտեզ հաճախելու ժամանակ նույնիսկ երբ որ բոլորը արթնանում էին, ընթրում էին, խաղում էին, ես սպասում էի ծնողները գան ես տանեմ։ Իմ մայրիկս կամ որ մեկը որ գալիս էր, տեսնում էր դեռ ես քնած եմ։ Միգուցե դրա համար էր, որ շատ չաղ էի, թմբլիկ, կարճ։ Դե կրանում էի կոշնես կապելու, գնում էի քիթբեյլի վրա, ուղղվում էի մեջքի վրա էին գնում։ Շատ էի կլոր, չուրեն ձև էի։ Եվ ինձ արթնացնելուց թփթփացնում էին հապուկ մասից, թե վեր կաց արդեն տուն գնալու ժամանակն է։ Գաղթել ենք արտասահմանից, հայրս եղել է ջանֆիդայի, ցավալն այն էր, որ հայրիկս իրավունք չուներ ոչ մի դեպքի մասին մեզ պատմելու, իր անցկացրած օրերից, շարժման, ֆիդայական շարժման օրերից։ Իրեն մայից հետո ես գտա իրեն փաստաթղթերը, որ տարել էր եւ զենք, եւ փող, տարել հանձնել էր Տիգրան մեծ տանկային Զորասյանը, որի համար ստացել էր ստացականներ վերցրել էր։ Դա ես իրեն մահից հետո եմ գտել։ Մայրիկը երկել է Թավրիզի եկեղեցիում, իսկ մինչև 28 թվականը, մինչև 9 տարեկան եղել է այստեղ Սունդուկյան թատրոնում փոքրիկ դերասանուհի։ 28-ին որ գնացին այստեղից Իրան, դա երկել է արդեն ոնց ասի եկեղեցիում հայկական։ Դպրոց հաճախել եմ Սիլաչիում, լավ էի սովորում, գերազանց։ Ես նոր եմ հասկանում, որ լավ սովորելը, գերազանց սովորելը շատ բաներում վնաս է, շատ բաներում։ Ինչի համար դրա հիմքը կա, որ ասում եմ, իհարկե լսող երեխաները թող սա որպես կատակ ընդունեն, ստուգողականների ժամանակ մաթեմատիկայի թվաբանության, ումը չէի հասցնում գրեի տայի, ծեծում էին դասից հետո։ Ոնց ես պարտավոր է, ամբողջ դասարանի գրեի տայի թվաբանությունը, չէի հասցնում, բնականաբար 45 րոպեում չէի հասցնի, ու ծեծում էին, ծեծողներն Սիլաչի են կարգին անունով տղաների փոքր աղբերներն, եղբայրներն էին։ Ես էլի մեծ եղբայրն էի ասում, որ ինձ 5 տարով մեծ էր, նույն դպրոցում էր սովորում, գալիս իրանց էր ծեծում, նրանց մեծ եղբայրը գալիս էր մեծ եղբայրը էր ծեծում, ամբողջ օրը կռվի մեջ էինք։ Մինչև Սիլաչից հասնում էինք Հանրապետական մարզադաշտի մոտ, որտեղ մեր տունն էր։ Դպրոցում ասեմ, որ մենակ ես էի երգում, երգի դասին։ Ինձ էին երգ ասում։ Ուրեմն եթե ես երգում էի ամեն երգի դասին, բոլորը գնահատական էին ստանում։ Ոչ մեկը երկուս չուներ երգից։ Հենց դասատուն մտնում էր Էդիկ մի հատ երգի, ես էլ երգում էի։ Արև ելավ հագավ զրա, մեր ծաղկավար երկրի վրա։ Այս երգը իր իսկական բառերով արգելված էր, բայց քանի որ երգը ինքը Ստալինիգով երգումն էր, նա թույլատրվում էր երգել եւ այդպես այդ բառերով, որ գովերգում է Ստալինին, ազատ Հայաստան։ Շատ կատակներ եմ արել դա ժամանակ, բայց լուր կատակներ։ Ամբողջ դասանը ծիծաղում էր։ Ես սուս նստած էի։ Դասատները չէին հավատում, որ ես եմ շարժարիթը։ Մի օր ոնց եղավ, չեմ հիշում, բռնացրեցին իմ շարժումների բանի ժամանակ բռնացրեց եւ կանգնեցրեց պատիժ։ Ես գիտեի, որ պատիժ են կանգնացնելու։ Գրպանումս ունեի մանր բարակ կտրտած թղթեր, սպիտակ։ Դե անկյունում կանգնեցրել դեմքով դեպի անկյունը, ես շուրեկած տեղս կպցրեցի սենց թղթերը, այս ձևի կպցրեցի եւ մենք պահ շուրեկա դասարանին, որ դու շուրեկա դասարանին ինձ տեսան, ես անմիջապես հավաքեցի դրեցի գրպանս, նա ամբողջ դասարանը ծիծաղում է։ Ամբողջ դասարանը մի բարձրաձայն քրքջում են, ուսուցչուհին ինչ է եղել երեխաներ, ինչ է եղել, ասում են Էդիկն է անում։ Էդիկ շուր արի, շուրեկա ամեղ հայացքով,
Ինչ անում է դիգը պատիժ կանած, եւ չհավատաց, որ ես կարող եմ ծիծաղեցնել դասարանը։ 12 տարեկանից, 11 տարեկանից հաճախեցի թատրական խումբ պիոներների պալատ։ Հաճույքով էի գնում, սիրում էի արվեստը։ Հետաքրքիր մի նոր աշխարհ էր արվեստը։ Երբ բեմ բարձրանայր, ուրեմն պետք է նու դա ինքնին էր ստացվում, անջատվում էր ամբողջ քո առօրյա կյանքից, ամբողջ շրջապատից։ Առաջին ներկայացումը Վիկտոր Բալայանի առաջին դասն էր։ Դրանից հետո ուրեմն մի ուրիշ ներկայացում Դեպքի վայրում ներկայացումներ, որտեղ ես խաղում էի մի երեխայի դեր, ում որ սովորացնում էր, ասենք, փողոցային խուլիգանը գողություն անել։ Ընկել էի ազդեցության տակ։ Եվ այդտեղ կար մի կտոր, որտեղ հարբած մարդը իր լայն եզր գլխարկ կորցնում է, ես պիտի ասեի, հարցնեի, ինչպիսի գլխարկ էր, մոխրագույն, ինչպես տեքստն է, եւ գլխարկը իրոք մոխրագույն էր, բայց մի օր ներկայացման ժամանակ մոխրագույն գլխարկ չգտանք լայն եզր։ Մեր գտած լայն եզր գլխարկը մուգ կապտավուն էր։ Եվ ռեժիսորը ինձ 10 անգամ «Էդիկ չմոռանաս, անպայման կասես մուգ կապտավուն», ես կրկնում եմ, անդադ կրկնում եմ, եկավ արդեն ներկայացման այդ պահը, որ պիտի ասեմ, ինչպիսի գլխարկ էր մուգ կապտավուն, ասի, ինչպիսի գլխարկ էր մոխրագույն, եւ հիշեցածի վայ, պատկերացնեք բեմի վրա, նայում են քեզ եւ դու վայ։ Մենք այդտեղ ունեինք մեր խմբի մեջ մեր խմբակը, այսինքն մի 4-5 հոգի, որ շատ մտերիմ ենք իրար հետ, մինչև այսօր արդեն հայտնի անձնավորություններ են ոմանք, ընկերոջից հետ, որ պիտի տանեին իրեն բանակ, դա արդեն 18 տարեկան, որոշում են գնալ գյուղ, իրեն եղբոր կնոջ գյուղ ստերություն ասելու։ Այդ օրը ունենք պարապմունք։ Ուրեմն գնացինք Հրազդանի շրջան, Ռնդամալ, Ջրարատ երևի հիմա, այդ գյուղը, սեղան գցեցին, ամեն ինչ ուտել, խմելով, երգելով, մի քիչ երևի խմիչքը չարաշահեցինք եւ դուրս եկանք, նստեցինք բաց մեքենա, գազ 51 եւ եկանք արդեն պարապմունքի։ Այդ օրորելը եւ մեր խմիչքը խառնվել էր իրար, չհաշված մեր գրպաններում տեղավորված տանձն ու խնձորը, ուռած գրպաններով անձրավարտիքի եւ այդպես մտանք խումբ, մտանք դռնից հենց մտանք եւ չկարողացանք տաք օդը խփեց մեր դեմքին, երկուս էլ հենված մնացինք պատին կանգնած։ Հիմա Պարզանուշ Պարոնյանը, մեր խմբի ղեկավարը, ասում է, հերոսներ, հազիվ ժամանեցիք, առաջ եկեք։ Հերոսները կարողանում ենք հայլել, որ գան առաջ։ Մի կերպ եկակ, աման, իս ինչ վիճակում եք, ասի, ընկեր Պարոնյան, գնացել ենք Լևոնին բանակ ճանապարհ դնելու։ Բա ուր է, ինչու չտարան, ինչու եկավ։ Հիշեցի մի դեպք, մեր խմբի երեխաներից մեկը գալիս էր Մոսկվայից, հեռագիր էինք ստացել եւ մենք պետք է խմբով մեր ղեկավարի հետ, Պարզանուշ Պարոնյանի հետ գնայինք դիմավորեինք։ Գալիս էր գնացքով եւ մենք պետք է գնայինք Երկաթուղային կայարան։ Ճանապարհին հորթ անձրև բռնեց, շատ անտանելի հորթ անձրև։ Եվ ամբողջ կայարանի մերձակա ամբողջ այդ հրապարակը ջրի մեջ ծածկված էր, ոչինչ չէր ընկերնին։ Եվ մեր ընկերը իջավ գնացքից, եկավ երկու ճամպրուկները ձեռքը, թափահարեց օդում, այսպես բարձրացրեց եւ այա իդու շագայուպա տեսանք ինքը չկա։ Ինչ եղավ, մնաց մի բառ որ ասել ընդամենը, պա Մոսկվե, ուրեմն ճամպրուկները թռան օդ, տեսանք իր գլուխը ինքը ընկել էր դիտահորը ջրի։ Դիտահորի մեջ երկու ոտքով, մենակ այսքան հազի բռնվեց
Եվ այդ դեպքը տեսնելով փոխանակ հասնենք, օգնենք, բարձրացնենք, մենք ուշաթափվել ենք, ծիծաղում ենք դրա վրա։ Եվ հիմա հիշելուց էլի նույն դեպքը կարելի է ծիծաղել, որտեղ տեսանը շատ գեղեցիկ էր, նկարելու մի տեսարան էր։ Մանուկ ժամանակ մի զավեշտական դեպք, որը մենք չգիտեինք արևմտահայ լեզուն, որտեղ Իրանում չէին խոսում արևմտահայերեն, նրանք խոսում էին մեր գրաբարով։ Հարևան տան երեխա կար մի հատ, պետիկ էր անունը։ Դրսում գալիս են, թե դրսում խաղում էինք, մեր խաղերն էլ ինչ էին, կոզ, չլիկ դաստա, հավալլա, կլաս, ֆուտբոլ, լախտի, բոլոր ֆիզ զարգացման հետ կապված խաղեր։ Եվ այս երեխայի այդ Պետրոսի մայրը կանչեց իրեն, Պետրոսը չգնաց, չլսեց, մայրը իջավ, ականջը բռնեց, հիմա այս երեխան գոռում է ձգիր, մենք չենք հասկանում, որ նա ասում է ցքիր, թող, գոռում է ձգիր, մենք էլ ասում ենք, յանի քիչ է ձգում, հələ էլի ասում ձգի, ու ծիծաղում ենք, այդ ասում ենք այդ տղա ուր ձգի էլի արդեն լավ ձգել է, ասում է ցքիր, գոռում է։ Հիշում եմ մանկության տարիներից հարևան ունեինք մեծահասակ մինակ էր ապրում ինքը, ապրում էր ավելի շուտ իր զարամյալ մոր հետ, շատ մեծահասակ էին և խանութում շաքար էին տալու, խանութում շաքար տային և դա նշանակում էր պիտի հերթ կանգնեինք, շաքար առնենք, իսկ այդ մարդը չէր կարող շաքարը հերթ կանգնել առնել։ Մենք հինգ երեխա, ուրեմն հերթով մեծ քույրիկս, հետո եղբայրս, հետո մյուս քույրս, հետո եղբայրս, բոլորը գնում են, թե մկրիձ է դա ուզում եք դեր համար շաքար առնենք։ Եվ միտքը ինչն էր, որտեղ շաքար առնում էինք, այդ ժամանակ 50 կոպեկ մնում էր մեզ, նա չէր վերցնում մաները, և 50 կոպեկ այդ ժամանակ բավականին մեծ գումար էր։ Եվ 5 կոպեկ արժեր ավտոբուսը, պատկերացրեք ինչքան մեծ գումար էր այդ ժամանակ։ Եվ այդպես հետո, որ ես գնացի, ասի, մգրդե կուզեք դեր համար շաքար առնեմ, ասեց, աման էդիքս, գպավ է, այլևս նաև որ չապ ունեմ, համա էգուր։ Մանուկները իրենց միամիտ հասկացողությամբ կարող են և անել այնպիսի մի չարաճճիություն, որը հեռու է մտածելուց։ Օրինակ մեծ տղաս փոքր ժամանակ մտածել էր ինչ կլինի, եթե կատվին դնի սառնարանը։ Պահի մյուս երեխաները գտնեն եւ պահում է կատվին, սիամական կատու էր, ընկերոջս տանը, եւ մենք տուն են գալիս։ Եկել հեռախոսով զանգում են, Արսեն դու կատվին չես տեսել, ասում եմ վայ դրել եմ խոլոդը։ Պատկերացնում եք սառնարանի սառցախցիկում տեղավորել են փոքրիկ սիամական կատվին։ Նոր բացում են, հանում են, խեշ կատուն սկսում է փռշտալ, հիվանդանալ, ագինայով, գրիպով, բայց բուժում էին։ Եվ տարբերությունը, որ մանուկները լինում են չարաճճի, խելոք եւ միամիտ, տարբերությունը մյուս իմ տղայի փոքրին հետ համեմատած։ Նա շատ խելոք, շատ նստում էր, ոնց նստածնենք նստում էր, մինչև գալիս էր սովածանալու կամ տակը փոխելու ժամանակը։ Տարբեր երեխաներ էին, բայց երկուսն էլ կոչվում են մանուկներ։ Երբ ինձ ասացին, որ ուզում են նկարել մանկության հուշեր հաղորդման համար, ուզում եմ սկսել Չարենցով։ Մանկությունս հիշելիս սիրտս լցվում է գինով եւ ասել, որ ես մի ընկեր ունեի Գենա անունով։ Գենան դա Վաղամերիկ կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանն է, ես են հարսանքի քավորն եմ, քնքահայրը, ինձ առաջարկեց նկարվել կինոյում, երբ գնացինք այն ժամանակ Տերյանի վրա գտնվող մեր կինո ստուդիան փորձնական նկարների,
Եվ այդպես էլ ավարտվեց իմ դերասանական աշխատանքը, եթե կարելի է այդպես ասել կարիերան։ Ճիշտ է, ժամանակը ինձ գցեց ուրիշ հորձանուտ, ուրիշ ուղիով ես արդեն գնացի, սիրելով թատրոնը, սիրելով ճիշտ խոսելը, և հիմա մեր մանուկները, մանկական հիշողություններ հաղորդման համար սա մեծ գործ է, ինչու, որտև մանուկները սուտ չեն խոսում։ Իսկ մանուկներին միշտ ասում են մեծերից սովորեք, ես խորհուրդ չէի տա դա։ Ես խորհուրդ կտայի մեծերին մանուկներից սովորել, մանավանդ ղեկավարներին, սուտ չխոսել։ Ոչ ոք, ոչ մի հարցում ճիշտ չի խոսում, ոչ ոք։ Իսկ մանուկը պարզ, իրեն համար, պարզ մտքով, անմեղ, եթե սուտ էլ խոսում է անմեղության վարկած անպայման կա, անպայման, մտածված սուտ խոսելը, դա հանցագործություն է, կուզեի միշտ մանուկ լինել։